Այնքան շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ այս մարդու հետ հանդիպացրել, որը շատ բարձր ճաշակի տեր մարդ է, բարձր ճաշակ, արվեստ։ Վկա Տիգրան Անտոնյանը այսպես սկսեց իր ցուցմունքը պատասխանելով հարցին, թե արդյոք ճանաչում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։ Որքան ժամանակ է ճանաչում հարցին էլ վկան այսպես պատասխանեց. Հավերժություն չի, բայց երկար ժամանակ աղբեր։ Վկան դատանում հարցաքննվում էր նախկին պաշտոնյային պատկանող Բյուրականի առանձնատան գործով։ Ըստ մեղադրանքի Հովսեփյանը ավելի քան 6 միլիարդ 800 միլիոն դրամ եկամտի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով է կառուցել այն։ Մասնագիտությամբ նկարիչ, բայց իր բնորոշմամբ դարբնեգործությամբ հրապուրված վկա Անտոնյանը պնդեց, գործով ընդհանրապես չի հարցաքննվել։ Տեղյակ չէ, ինչի համար են իրեն դատարան հրավիրել։ Այնինչ մեղադրողը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքը, ըստ որի Անտոնյանը հարցաքննվել է հատուկ քննչական ծառայությունում 2020 թվականին։ Նա ըստ ցուցմունքի Բյուրականի առանձնատան համար որոշ ծառայություններ է մատուցել։ Պայտակ թեթև բաներ եղել արել ենք ախպեր ջան։ Դե մյուս անգամ կանչեք, ես կհիշեմ կգամ մանրամասն կասեմ ինչ եմ արել, ինչ չեմ հիշել։ Դարբնի գործ արել, Այո։ Այդ ենք հարցնում, եթե դուք դարբնի գործ եք, ասում եք թեթև մեթր գործ, ինչ գործ։ Ինչ որ բաներ եք պատրաստել։ Այնտեղ օրինակ մի հատ դուռ եմ պատրաստել բասեինի համար, այնտեղ լողավազան կար, այդ դուռը, հետո այնտեղ մի պահ կար, այնտեղ էլի բան, թեթ բերիլ է դրսի, մի հատված, էտա։ Վկան դատանում ասաց, որ իրեն չափերը տվել են, ինքն աշխատանքն արել է։ Պնդեց առանձնատուն չի գնացել, տեղադրմանը չի մասնակցել։ Չհիշեց նաև, թե իրեն ով է վարձատրել, ասած դեպքեր են եղել, փող չի էլ վերցրել։ Տիգրան Անտոնյանը շարունակում էր նաև պնդել, որ ինքը երբևէ քննիչի մոտ հարցաքննված չկա։ Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը փորձեց վկային հիշեցնել ըստ ուժային կառույցի գտնվելու վայրի հարցաքննվել է թե ոչ։ Երևան քաղաքում եք ապրում։ Ծնվել մեծացել եմ Երևան քաղաքում։ Վաղարշյան փողոցը պատկերացնում եք։ Նա ինձ ասեք որ Կոմիտաս Վաղարշյան փողոցը պատկերացնում եք։ Մոստի փողոց։ Դավթաշենի մոստը։ Բա դու գիտեմ։ Այ գնացել եք Կոմիտաս Վաղարշյան այդ փողոցում գտնվող ինչ-որ շենք, թե ոչ։ Պետական աշխատողի հետ երբևէ առնչվել եք։ Այնտեղ մի հատ մի ժամանակ օփելի բանի խանութ կար, սենց, եթե չեմ սխալվում, ճիշտ եմ ասում։ Ձեր տուն եկել է կնի ոստիկան, ոնց որ դուք եք պատկերացնում, կամ ներկայանալ որպես Կներեք, հազարներություն եղել է, սենց դեպ մի անգամ այդ դոգն է եկել։ Հենց այս հասցեում է նախկին հատուկ քննչական ծառայությունը, այժմ հակակոռուպցիոն կոմիտեն, որտեղ ըստ մեղադրողի հարցաքննվել է վկան։ Այս պայմաններում մեղադրող Կորյուն Սերոփյանը միջնորդեց հրապարակել Անտոնյանի քննիչի մոտ տված ցուցմունքը։ Մինչև հրապարակումը նա ցույց տվեց քննիչի մոտ կազմված արձանագրությունը, հետաքրքրվելով, արդյոք իր ձեռագիրն ու ստորագրությունն է։ Նման է իմ ձեռագիրն, նենց չի ասեմ նման չի։ Մի քանի վայրկյան կրկին նայելուց հետո հայտարարեց ստորագրությունը կեղծել են։ Ըստ հրապարակված ցուցմունքի վկան քննիչի մոտ նշել է ինչպես Բյուրականի առանձնատան համար դարպաս եւ դետալներ սարքելու, այնպես էլ վարձատրության չափը։ Աղվան Հովսեփյանի պատվերով աշխատանքներ են կատարել վերջինիս պատկանող Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում գտնվող առանձնատանը։ Այնտեղ ես պատրաստել եմ մուտքի դարպաս, մուտքի դռներ եւ աստիճանների կողքի մետաղյա բազիկներ։ Իմ աշխատանքի համար ես ստացել եմ մոտավորապես ընդհանուր շուրջ 5 միլիոն դրամ, որը ստացել եմ մաս-մաս ամբողջությամբ կանխիկ։ Այդ գումարի մի մասը ինձ տվել է Արշավիրը, մի մասը Շանթ ընկերության սեփականատեր Յուրան, սակայն ստույգ թե ով որքան է տվել չեմ հիշում։ Մի անգամ էլ անձամբ գումար է տվել նաև Աղվան Հովսեփյանը, կարծեմ մոտ 150,000-ից 200,000 դրամ, սակայն ստույգ չեմ հիշում, թե որ աշխատանքի համար։ Ես այդ առանձնատանը աշխատանքներ կատարել եմ սկսած 2007 կամ 2008 թվականից մինչև 2012-2013 թվականներ։ Ըստ այդ ցուցմունքի իր աշխատանքների կատարմանը անձամբ Աղվան Հովսեփյանն է հետևել։ Ցուցմունքի հրապարակումից հետո մեղադրողը վկայից հետաքրքրվեց, կրկին պնդում է, որ չի հարցաքննվել, Անտոնյանը դրական պատասխան տվեց։ Դատանում հարցաքննվեց նաև վկա Արայիկ Ստեփանյանը, նա այժմ աշխատում է տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունում, նաև լիցենզավորման հանձնաժողովի նախագահ է։ Ըստ վկայի նախաքննության ընթացքում իրեն հարց է ուղղվել Դավթաշենի տեղզնման կայանի Աղվան Հովսեփյանին պատկանելու հետ կապված, սակայն ինքը պատասխանել է, որ լիցենզիաները տրվել են 2007-ից 8 թվականներին, այն ժամանակ, երբ ընդհանրապես չի աշխատել նախարարությունում ու չի առնչվել այդ ամենին։ Ստեփանյանն ասաց, որ ինքը եւս լսել է, որ տեղզնման կայանը կապված է Հովսեփյանի անվան հետ, սակայն որևէ փաստ չունի դա պնդելու։ Վկաների հարցաքննությունը կշարունակվի ապրիլի 16-ին։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, Լուրեր։